1900 թվականի դեկտեմբերին Շոտլանդիայի արևմտյան ափերից հեռու գտնվող Ֆլանանյան կղզիներում տեղի ունեցավ մի դեպք, որը ավելի քան մեկ դար անց էլ շարունակում է հետաքրքրել մարդկանց։ Կղզիներից մեկի Էյլեն մորի վրա կանգնած էր մի միայնակ փարոս։ Այստեղ հերթապահում էին 3 փարոսապահներ՝ Ջեյմս Դուկատը, Թոմաս Մարշալը և Դոնալդ Մակ-Արթուրը։ Նրանց աշխատանքը պարզ էր, բայց շատ վտանգավոր։ Նրանք պետք է հետևեին փարոսի լույսին և ապահովեին, որ այն անընդհատ աշխատի, նավերին ցույց տալով վտանգավոր ժայռերի տեղը։ Բայց 1900 թվականի դեկտեմբերին ցավոք սրտի ամեն ինչ փոխվեց։ Դեկտեմբերի 15-ին դեպի կղզիներին մոտենում Հեպսուս նավը, սակայն նավի անձնակազմը նկատեց մի շատ տարօրինակ բան՝ փարոսի լույսը չէր երևում։ Սա լուրջ խնդիր էր, որովհետև փարոսը պետք է աշխատեր։ Երբ եղանակային պայմանները թույլ տվեցին մոտենալ կղզուն, պարզ դարձավ, որ 3 փարոսապահներից ոչ մեկը չի երևում։ Փարոսի դուռը փակվեց։ Ներսում որոշ բաներ իրենց տեղում էին, բայց 3 տղամարդիկ չկային։ Ոչ ոք չգիտեր, թե ուր էին նրանք գնացել։ Դեպքը սկսվեց ուսումնասիրության ենթարկվել։ Փարոսում հայտնաբերվեցին նաև որոշ նշաններ, բայց որոնք ցույց էին տալիս, որ վերջին օրերին եղանակային պայմանները չափազանց ծանր են եղել։ Ծովը փոթորկոտ էր։ Ալիքները հարվածում էին ժայռերին հսկայական ուժով։ Իսկ կղզու որոշ հատվածներում հայտնաբերվեցին վնասվածքներ, որոնք ցույց էին տալիս ծովի ուժգնությունը։ Այստեղ էլ առաջացավ հիմնական վարկածը։ Հնարավոր էր, որ տղամարդիկ իջել էին դեպի ափ, ինչ-որ բան ստուգելու կամ գուցե ամրացնելու համար։ Եվ հանկարծ հսկայական ալիք է բարձրացել։ Այն կարող էր նրանց քշել ծովը, սակայն այս բացատրությունը երբեք ամբողջությամբ չվերացրեց բոլոր հարցերը։ Եթե նրանք իսկապես ծով էին ընկել, ինչու էին 3-ն էլ միաժամանակ դուրս եկել։ Ինչ էր տեղի ունեցել փարոսի վերջին ժամերին։ Եվ ինչու նրանց մարմինները երբեք չգտնվեցին։ Տարիների ընթացքում այս պատմությանը շուրջ բազմաթիվ վարկածներ առաջացան։ Ոմանք խոսեցին հսկայական ալիքի մասին, մյուսները փորձեցին պատկերացնել վթար, պայքար կամ նույնիսկ ավելի խորհրդավոր հանգամանքներ, բայց կարևոր է տարբերել փաստը ենթադրությունից։ Փաստն այն է, որ 3 փարոսապահները անհետացան 1900 թվականի դեկտեմբերին։ Փաստ է նաև, որ նրանցից ոչ մեկը այլևս չվերադարձավ։ Իսկ թե կոնկրետ ինչ տեղի ունեցավ այդ վերջին ժամերին, մինչ այսօր ամբողջությամբ պարզված չէ։ Հենց այդ պատճառով էլ Ֆլանանյան փարոսի պատմությունը դարձավ ծովային ամենահայտնի առեղծվածներից մեկը։ Միայնակ փարոս, փոթորկոտ ծով, 3 տղամարդ։ Եվ մի անհետացում, որի ամբողջ պատմությունը մնաց ծովի ու ժամանակի մեջ։ Գուցե նրանք գոհ դարձան կամ գուցե հենց զոհ դարձան հսկայական ալիքների։ Գուցե տեղի ունեցավ մի դեպք, որի մասին մենք երբենք չենք իմանա։ Բայց մի բան հաստատ է։ Այդ փարոսի լռությունը դարձավ պատմություն, իսկ Ֆլանանյան կղզիների առեղծվածը շարունակում է ապրել ավելի քան 100 տարի անց։ Ինչ եք կարծում։ Ինչ է իրականում տեղի ունեցել այդ 3 տղամարդկանց հետ։ Եթե ուզում եք իմանալ ինչ տեղի ունեցավ այդ 3 տղամարդկանց հետ,
Բաժանորդագրվեք ալիքին, գրեք ձեր կարծիքները և սպասեք հետագա զարգացումներին։